Սիրելի հայրենակիցներ, ուրեմն, թե ընտրությունները ոնց են անցել, ընտրությունների նախորդող շրջանում, որ ընտրական պրոցեսի ժամանակ, ինչ անհանդուրժողականություն, ինչ այլանդակ վարչական ռեսուրս, վախի մթնոլորտ, ուղղորդել մարդկանց, վախացնել, ծեծել, բիրտուշ կիրառել, նման ձևի այլանդակ և խայտառակ ընտրությունները չեն կարող տեղ ունենալ մեր իրականության հետ։ Սիրելի հայրենակիցներ, ուրեմն, նայեք, սրանք ինչ են արել, 3 ընտրատեղամասերում պարզվեց, որ կան խնդրահարույց իրավիճակներ ժամը 20:00-ից հետո քվեարկության մասով։ Ուրեմն անցնում է երկուշաբթին, աղբյուրից հետո լռություն, անցնում է երեքշաբթի, լռություն, սկսվում է ձայների վերահաշվար։ Մինչև այդ իրանք հասցրել էին Բարգավաճ Հայաստանի ձայները 4% անցող իջնելից իջեցնել։ Սկսում է ձայների վերահաշվար։ Ձայների վերահաշվարկի արդյունքում չորեքշաբթի օրը պարզվում է, որ Բարգավաճ Հայաստանը հաղթահարում է 4% շեմը եւ հանկարծ ընտրություններից 4 օր անց երեկոյան թաքուն ԿԸՀ-ն որոշում է 3 տեղամասերում ընտրությունները համարել չեղյալ եւ ձայները չհաշվել։ Հիմա այդտեղ պատվերի հոտ է գալիս։ Եթե դուք կիրակի օրվա ընտրությունների հետ կապված 3 տեղամասում տեսել եք խնդիր, 4 օր ում եք սպասում, երկուշաբթի օրը հայտարարիք, որ չեղել ենք հայտարարում։ Չէ, դուք տեսաք, որ ձայների վերահաշվարկը բերում է Բարգավաճ Հայաստանի մուտքը պարլամենտ, դրան գումարած արդեն որպես հետևանք պարլամենտում խճանկարը փոխվում է ու դուք ոչ միայն տիկնայք եւ պարոնայք ԿՊԱ-ականներ չեք ունենում սահմանադրական մեծամասնություն, դուք չեք ունենում նաեւ 3/5 եւ դուք կանգնած եք լինելու ձեր հիմնական պատվիրատու Իլհամ Ալիևի պատվերով սահմանադրությունը փոխելու պրոբլեմի առաջ։ Այս եք, դուք թուրքի պատվեր կատարող եք, դուք թուրքի պատվերով թաքուն սահմանադրություն եք մշակել, դուք նախագիծ եք մշակել ու թաքուն եք պահում ժողովրդից, ինչի մի պարզ պատճառով, որովհետև դուք սահմանադրության մեջ արտացոլել եք բոլոր այն պահանջները, ինչը հնչեցրել է Ալիևը, դուք կուրացել եք Հայաստանի անկախության հռչակագիրը, դուք ուրանում եք Մարսիս սարը, դուք ուրանում եք Եռագույնը, դուք ուրանում եք Արցախը, դուք ուրանում եք ցեղասպանությունը եւ որպես կանոն նման ուրացող իշխանությունները անխուսափելիորեն գնում են պատմության աղբանոց։ Սիրելի հայրենակիցներ, սրանք այնքան ճղճիմ են, այնքան մանր են, համալսարանում ամբիոն են փակում, համալսարանում դեկանի են աշխատանքից հեռացնում, այդ իրանց գյուղում, որտեղ գլուխ էին գովում, թե բնակիչները իրենց շատ ձայն են տվել, այդ բնակիչներից մեկը, ով աշխատում էր վարչական շրջանում, երբ որ բացահայտեց, որ դա իրանցի բնակիչների ձայնը չի, դուք զինվորներին եք ուղղորդել, այդ աղջկանել են գործից հանել, դուք մարդկանց հետապնդող, հակաժողովրդավարական, սիրո եւ համերաշխությունից կիլոմետրով հեռու, թույն ու թարախ տարածող, թրքաբարու իշխանություններ եք, որոնք օրանց կտիրեցեն պատմության աղբանոց։ Եվ որպես խոսքիս ամփոփում, որպես անդրադարձ վերջին օրերի տեղի ունեցած իրադարձություններին, ուզում եմ բացահայտ ասել, քաղաքացի Նիկոլ Վովայի Փաշինյան, ուրեմն Հայաստանի քաղաքացու քվեն, կեղծող մեկ մարդ կա, եւ այդ մեկ մարդը, երկրին մահու ավեր, տարածքային կորուստ, նվաստացում, անկում, ներողություն։ Ուրեմն,
Իմ խոսքը ես կիսատ եմ թողում, որովհետև օպերատիվ ինֆորմացիա ստացանք, ուրեմն սիրելի հայրենակիցներ, այս չստացված նկարիչները, այս պատվիրատուները, այս Ալիևի կամակատարները որոշել են, որ Բարգավաճ Հայաստանը չի անցնում խորհրդարան։ Այո, տեսա։ Ամոթ! Բայց ում ենք ամոթ ասում, սրանք որ ամոթ ունենային, երկիրը այս վիճակում չեն լինի, սրանք որ ամոթ ունենային, եռապներում զոհերի ծնողներին գետին քաշ չէին տա, սրանք որ ամոթ ունենային, Ալիևի ասածները նույնությամբ չեն կրկնելու ստեղ, բայց ամփոփելով նախորդ հատվածի խոսքի իմ տրամաբանության մասով, ուրեմն քաղաքացի Նիկոլ Վովայի Փաշինյան սեր ու համերաշխություն ասելով իշխանությանը եկել մեկ բար, բայց իրականում ատելությունը ճշտաբանք է տարածել, էլի մեկ բար, եւ այդ մեկ մարդը դու ես, եւ այդ մեկ մարդը դու ես, եւ այդ մեկ մարդը դու ես, բայց այս հոց բազմության եւ օնլայն մեզ հետևող մեր հայրենակիցների ջանքերով կրկին իշխանությունից հեռանալու է մեկ մարդ եւ այդ մեկ մարդը եւ այդ մեկ մարդը եւ այդ մեկ մարդը